Շնորհակալություն մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Բյուջեի քննարկման հետ կապված, եթե մենք թվերով խոսենք, կլինի որ կրկնողություն ենք անում, որովհետև թվերից շատ խոսեցին մեր գործընկերները, ավելի շուտ թվերի մեկնաբանությունից փորձենք խոսել, մասնավորապես, երբ որ նշում են, օրինակ, մեր գործընկերը Տիկին Գյուրերյանն ասում է, որ ինչի կառավարությունը քայլեր չի անում դեմոգրաֆիական աղետը կանխելու համար։ Բայց հարգելիներս, Նարեկ Մկրտչյանը նոր միլիարդավոր դրամներից էր խոսում, որ ուղղում է ծնելիությանը, երրորդ երեխային, չորրորդ երեխային եւ բոլոր պայմանները միլիարդավոր դրամներից եւ բազմաթիվ ծրագրերից։ Չեմ ուզում թվերով ասեմ, որովհետեւ ուղղակի այդ թվերը շատ մեծ են։ Եվ չկա մի հայ ընտանիք, որ դա չտեսնի, այսինքն ակնհայտ սուտ ասել պետք չի ուղղակի։ Կամ մեր մյուս գործընկերը, որ տնտեսագետ է, ասում է կառավարությունը ունենալով այսքան վարկային պարտքեր, վարկի պարտավորություն, փաստորեն ժողովրդին թողում են յուրաքանչյուրին $4000 պարտք։ Այսինքն հաջորդ սերունդը $4000 պարտքով պետք է ծնվի։ Բայց հակառակ կողմը չի ասում, որ այս նույն կառավարությունը կարողացել է հասնել դրան, որ յուրաքանչյուր մեկ շնչին $8550 մեկ շնչի հաշվով եկամուտ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հիմա եթե երկիրը կանգ առնի մի պահ տեսականորեն, պետք է այդ 8500-ը տան քաղաքացուն, ասենք այն 4000 վարկը մարի։ Այսինքն էլի կրկնակի ավել հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ երբևէ չի ունեցել, երբևէ չի եղել նման, որ $15 միլիարդ ավանդ ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանկերում, սա երբևէ չի եղել, լավագույն տարիներին խորհրդային մենք ունեցել ենք 8 միլիարդ ռուբլի բանկերում։ Եվ սա փաստ է։ Հետևաբար թվերի հետ պետք է զգուշ լինել։ Կամ երբ որ մեր մյուս գործընկերն ասում է այսքան վատ է կառավարում, այսքան ծանր է երկրի վիճակը, այսքան տնտեսության վիճակը ծանր է։ Եթե ծանր է, հարգելիս, եթե վատ դիներ, ուրեմն դուք ինչքան վատ եք, որ ձեզ չեն ընտրում այդքանից հետո։ Պատկերացնեք, մենք այսքան վատ վիճակի հասցնելով, էլի ձեզ չեն ուզում մի 20% ձեր տան, որ դուք համարել, որ դուք այդքան լավն էիք։ Այսինքն զուտ տրամաբանության մեջ պետք է զրույցը մեր խոսակցությունը պիտի տրամաբանական լինի։ Կամ դժգոհում են, որ հոգևորականներին վարչապետը վիրավորեց եւ այլ հարգելիներս, հոգևորականները հանգիստ իրաց տեղը նստած են, վարչապետը վիրավորեց, մեր քաղաքացիների շատերս են, ես որ գյուղ եմ գնում, ասում են բան Բագրատյան, բայց ինչի հենց հիմա էլի, ինչի այսօր եղավ։ Ասում եմ Ժորժ ջան, տես չի որ պետք է այսօր լիներ, էլի իրանք հերթի մեջ էին։ Այսինքն ծանր հանցագործություններ, հետո միջին հանցագործություններ, հետո պետք է գար հասներ մինչև այդտեղ։ Բայց ասենք, երբ որ պիտի հասնենք իրանք առաջ են ընկնում, ասում են, չէ, այսօր, հենց հիմա, մեր հարցը այսօր լսեք, առաջ գցեք մեր հարցը։ Եվ որ շատ եք ուզում հիմա ձեր հարցն են լսում, ինչ եք ուզում։ Ինչի եք ուզում ձեր հարցը շուտ լսել։ Կհասներ տեղ, կհասներ 5 տարի հետո կհասներ, հանգիստ մինչև 5 տարի կաշխատեիք։ Հիմա շտապում եք, խնդրեմ, հոգևորականների մասին է խոսքը։ Ձեր հերթը, երբ որ դուք հանցագործություն արած կլինեք, անպայման կհասնի ձեր հերթը։ Կարող ենք արտահերթ ձեր հարցը քննարկել, եթե կա հանցագործություն։ Այսինքն սա զավեշտ է առաջացնում ժողովրդի մոտ, որովհետև գիտեք, փոխանակ ասես, գիտեք, ամեն ինչ ճիշտ է, ինչի համար եք այդ մարդկանց հարցով զբաղվում։ Չեք ասում, որ հարգելիս, օրինակ, հոգևոր բարձրագույն իշխանություն ես։ Որևէ մի երկրի ղեկավար մեր ժողովրդին վիրավորում է։ Մենք ասում ենք, որ մեր բողոքի ձևը այդ երկիր չգնալն է, բարձրաստիճան պաշտոնյաների։ Դուք ես թույլ ես տալի, քո ժողովրդի վրա թքած ունենալով, դա երեկվա բարերարի խոսքով եմ ասում, թքած ունենալով գնալ այդ երկիր, այսինքն քո հարգանքը, հոգևոր իշխանության հարգանքը ժողովրդի նկատմամբ դրանով ես արտահայտում։ Կամ ինչ է նշանակում, ասում ենք ահա 4 օրեր ասма չէին խոսում, հա նորից սկսեցին, բայց դուք եք սկսում, դուք ժողով եք անում, հավաքում եք բոլորին ձեր կողքերը, որ եկեք, մենք պաշտպանենք ձեզ, ի՞նչն եք պաշտպանում, որ դուք պաշտպանում եք դառնա կուսակրոն։ Չէ, որ պաշտպանում եք, կամ ասма կուսակրոնության հետևանքով Արցախ հանձնեցին, կեղծ ընտրությունների, կեղծ արժեքների արդյունքում Արցախը կորցրեցինք։
Այդ կեղծիքն է, որ ասում եք հերիքա, ժողովուրդն ինչ ասում է արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հիմա արդարությունը ուզում եք առողջացնենք, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում եք նաև եկեղեցին, որ ունի նման հոգևորականներ, ազատվի այն հոգևորականից, որը կուսակրոն չի, որ իրենք են գրել։ Հիմա ասում եք իրենք օրենքները, կուսակրոնությունը իրենց դերքին կանոնակարգն է, ձեր ինչ գործը, բայց այդ դեպքում պատգամավորի մեր կարգապահությունը, որ մեր կանոնադրությամբ գրված է, մենք պարտավոր ենք պահել, թե պարտավոր չենք, թե պետք է ասենք մենք ինչ ուզենք կանենք, ձեր ինչ գործն է, պատգամավորը ինչ ուզի կարող է անել, իհարկե ոչ, իհարկե մենք մեր օրենսդրությանը պետք է ենթարկվենք, հոգևորականը իր օրենքներին պետք է ենթարկվի, եթե ուզում ենք ունենանք նորմալ երկիր։ Երկրորդ մասում, երբ որ այս հոգևորականներին աջակցություն են հայտնում, դա ամենազավեշտ տալինն է, որովհետև եթե դու հոգևորական ես, դու այդ քո ժողովրդի հոգևոր հարստություն ես, հոգևոր հայրն ես եւ պետք չի քեզ պաշտպանել, դու պաշտպանված ես, եթե այդ ժողովրդի սիրելին ես, եթե այդ ժողովրդի հոգևոր արժեքն ես իսկապես։ Բայց եթե դու դա չես, քեզ ով պիտի պաշտպանի, ոնց կարող է ժողովրդից քեզ պաշտպանել։ Եվ ոնց կարելի է մի իշխանություն, որ ընտրված է ժողովրդի կողմից, հայտարարել, որ դու լինելով հոգևոր իշխանություն, որ դու պարտավոր ես ընդունես ձայն բազմած ձայն Աստծո աշխարհահռչակ կարգախոսը, դու Աստծո խոսքն էլ չես հարգում։ Դու ասես պետք է հրաժարական տա, բայց դու քեզ ով է տվել այդ իրավունքը, այդ հնարավորությունը, դու ինչ իրավունք ունես։ Հիմա տեսեք, հարց եք տալիս, էլի գործընկերներից մեկը հարց է տալիս, ասում է, ինչ եք ուզում մեզնից, բայց մենք ձեզնից Հանրապես բան չենք ուզում, մենք ասում ենք թողեք հանգիստ աշխատենք, եթե դուք նորմալ ընդդիմություն եք, ձեր տեսակետը ներկայացրեք, ձեր ծրագիրը ներկայացրեք, ընդամենը մի տարի էլ չմնալ, կգա ընտրության օրը, դուք կտեսնեք ձեր վիճակը, կտեսնեք այդ ժողովրդի վերաբերմունքը ձեզ, նորից իշխանությունը կվերընտրվի, նորից կասեք, այս անգամ էլ չստացվեց, էլ ում բերենք, էլ որտեղից մարդ բերենք այս իշխանության վրա, պետք չի քո ժողովրդի վրա մարդ բերես։ Եվ որևէ իշխանություն, որ ընտրվում է ժողովրդի կողմից, դա անպարտելի իշխանություն է որևէ երկրում։ Դրա միակ ճանապարհը ժողովրդին ծառայել այնպես, որ ժողովուրդը ձեզ ընտրի։ Այլ ճանապարհ չկա, մի փնտրեք։ Մնացեք խաղաղությամբ, շնորհակալություն։